Նիկոլ Փաշինյանին այսօր աջակցում էր ինչ որ արդի հովո, ով ժամանակին ասում էր, որ ես հպարտ եմ, որ եռագույնը մեջքից ծածանում եմ ու լիքը սիրուն լավ բառ էր։ Հիմա դու հպարտ ես, որ Նիկոլ Փաշինյանի հետ նստած ես, ով Արցախը հանձնել է։ Հիմա դու հպարտ ես, որ Նիկոլ Փաշինյանի հետ նստած ես, որ 5000 հոգի սպանել է։ Նիկոլ Փաշինյան անունը բոլորը մեծատարերով է գրել պետք ու տենց էլ գրվելու է հայոց պատմության մեջ։ Ես անում եմ իմ քայլը, միանում եմ համար 16-ին, նկատում եմ դեմ ենք համար 16-ին, դեմ ենք համար 16-ին, ես կողմ եմ համար 16-ին։ Հիմա դու հպարտ ես, որ ինքը Սոնա Մնացականյանին հղի սպանել է։ Հիմա դու հպարտ ես, որ Նիկոլ Փաշինյանի պլակատը պոկող մարզերից մեկում մարդը սպանվել է Խաղմասում, հետո դիակը տվել են հարազատներին։ Հիմա դու հպարտ ես, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Հիմա դու հպարտ ես, որ Տիգրանաշենը նվիրում են Ալիևին ու Ադրբեջանին։ Հիմա դու հպարտ ես, որ Ալիևը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը սովորական ծաղրածու է։ Հիմա դու դրանցից ինչով ես հպարտ։ Ու դու հպարտ ես, որ Հայաստանի Հանրապետությունը սուվերեն տարածքներ ունի, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Դու հպարտ ես, որ Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովի նախագահը թքում է քաղաքացու վրա։ Դու հպարտ ես, որ մեր արտաքին պարտքը 15 միլիարդը գերազանցում է։ Ու դու ընդհանրապես գիտես հպարտությունը ինչ է, հայ լինելը ինչ է։ Դու հպարտ ես, որ Նիկոլ Փաշինյանը դեռ քննում է ցեղասպանություն եղել է, թե չէ։ Դու հպարտ ես, որ հայ ես ու նստած ես Թուրքի հետ, այսինքն Նիկոլ Փաշինյանի։ Դու դրանով ես հպարտ։ Հարամ լնի քո պատպիչիկները ու քո աշխատած փողը, որի վրա հպարտանալու ոչ մի բան չկա։ Այն ինչը որ դու հիմա անում ես, հետագայում քեզ ամաչելու տեղիք է տալու, եթե իհարկե շարունակես ապրել Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանից հետո։ Յուրաքանչյուր իշխանություն անցողի կա։ Դու լինես, Թութու Լավան լինի, թե մյուսները լինեն, ովքեր որ սրտիկախառը հիմա աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Դուք աջակցում եք արունը ձեռքերով Ալիևին Նիկոլ Փաշինյանին։ Դուք աջակցում եք Եռաբլուրի մեծացմանը։ Դուք աջակցում եք հայ ժողովրդի կործանմանը։ Դուք աջակցում եք 120,000 մեր արցախցիների բռնի տեղահանմանը։ Ու դա այլևս փաստ է, որ արձանագրել է Ալիևը, արձանագրել է Նիկոլ Փաշինյանը եւ դա ամրագրվել է Բրյուսելում։ Այնպես որ այդ որ տենց հպարտորեն աջակցում եք ձեր վարչապետին, հետագայում պատասխանատվություն պետքա կրեք ձեր վարչապետի իշխանափոխությունից հետո։ Այդ ամեն ինչին պատրաստ եղեք, ու դա չի վերաբերվում միայն Հովանեսին Արդիշոփից, դա վերաբերվում է յուրաքանչյուրին, ով գիտակցաբար կամ երկու կոպեկով գնացել է ու Նիկոլ Փաշինյանին է գովազդում, գնացել է ու Նիկոլ Փաշինյանի հետ սեղան է նստում ու հաց է կիսում, ինչպես, չգիտեմ, այն Բադասյան կար, ասում է դերասան է, չգիտեմ, բրոկեր է, ինչ է, ասում է մենք հպարտանում ենք ձեզանով դուք, ինչի վրա ես էլի ուրախ, լավ, ոնց կարելի է գնալ Նիկոլ Փաշինյանին գովել։ Այդ Նիկոլ Փաշինյանը չի, որ 18 թվականից ի վեր հայ ժողովրդին կեղեքում է, հայ ժողովրդին կոտորում է, մեր հայրենիքը մաս հանձնում է, թուրքերին բերում է Հայաստան, Էրդողանի գիրքը սրտին հուզված նկարվում է, լավ ինչի վրա եք էլի ուրախանում, լավ անկեղծ այդ երկու կոպեկը ձեր կյանքում բան է փոխելու, լավ չեք ամաչում, ամոթ է չէ վերջի վերջո, ախր չի կարելի Նիկոլ Փաշինյանին աջակցել, կետ առ կետ եթե անդրադառնանք, այս եթերը չի հերիքի։ Ամոթա ժողովուրդ ջան, ախր մենք հայ ենք, մեր ինքնությունը պահելու համար մենք պայքարում ենք մեր ծնված օրվանից, մեր թվարկությունից առաջ, մեր թվարկության ընթացքում, Քրիստոսից հետո, Քրիստոսից առաջ, ախր ոնց կարելի է լինելով առաջի քրիստոնյաները եկեղեցու վրա հարձակվողին պաշտպանել, եկեղեցին Չուլան անվանողին պաշտպանել, Շուշին դժգույն քաղաք անվանողին պաշտպանել, ոնց կարելի է։ Լավ դուք ենթագիտակցորեն ձեզնից գոհ եք, կամ հայելու մեջ որ նայում եք, լավ, ու գնալու եք ընտրեք 16-ը, լավ դուք ձեզանից գոհ եք մնալու, դուք ձեր խղճի առաջ այդ պատասխանատվությունը կրելու եք, որ երկրի հետագա հետընթացը ձեր պատճառով է նաև լինելու, ախր ոնց կարելի է այս ամեն ինչը վերցնել ու մի կողմ դնել, ձեր վարչապետի թեկնածուն չի ասում արցախցիներ ինչու չեք զոհվել, մի Արդիշոփի հովը, բա դու խի չես զոհվել, Նիկոլի Աշոտիկը խի չի զոհվել,
Ախր ոնց կարելի է Գևորգ Պապոյանն ասում է 20 սանտիմետր այն կողմ Աշոտիկից ինչ որ մեր հայրենասեր երիտասարդներից մեկը զոհվել է, որտեղ բունկերում, հա, բունկերում խաղալիք պիստոլետ էի խաղում, մեկ էլ հոп, մեկը Աշոտիկի կողքը զոհվավ, ուր են այդ փաստերը, ուր է այդ վիճակագրությունը, քանի հոգի է զոհվել, որ Աշոտիկը ողջ մնա, դուք չեք հրապարակում, բայց դա բոլորս գիտենք, չէ, դա արձանագրված փաստ է։ Ու վերջի վերջո ոնց կարելի է նման ստորություն, ոնց կարելի է մեր քաղաքացիներին, մեր արցախցիներին հարցնել, թե ինչու չեն զոհվել։ Հիմա դուք հրապարակեք մի ցուցակ, որտեղ քաղաքացիական պայմանագրի այս ներկայումս այդ ցուցակից քանիսն են զոհվել, քանիսն են կռվել ու քանիսն են հայրենիքին ծառայել ու ծառայում։ Դուք ընդհանրապես այդ հայրենիքը հանձնողներն եք։ Ձեզնից քանիսն է զոհվել։ Հրապարակեք անուններ, դուք անգամ չգիտեք 3850 մեր հայրենակիցներից են զոհվել, թե 4590 կամ 5000։ Ձեր մոտ պլյուս մինուս մեկով է։ Ձեր մոտ մարմինները պարկերով էր։ Մենք դա չենք մոռացել։ Ժողովուրդ, գտնվում էի ԿՊ գրասենյակում, ինձ հետաքրքրում էր մեկ հարցի պատասխան, ինչը այսօր բարձրացվել էր։ Սուրեն Պապիկյանից էի ակնկալում պատասխանը, բայց քանի որ բնականաբար չէր կարող տալ, մոտեցա ԿՊ գրասենյակ, ինձ դիմավորեց Վահագն Ալեքսանյանը, 1.5-2 ժամ ունեցանք բավականին հետաքրքիր զրույց, ինչի մասին կպատմեմ ընթացքային վիդեոների մեջ, եւ իմ թիվ 1 հարցի պատասխանն էր։ Քանի զոհ է տվել ԿՊ խմբակցությունը, ռազմաճակատ մեկնելիս։ Վահագն Ալեքսանյանից պատասխանեց, որ 0 զոհ, 0 վիրավոր, 0 ռազմագերի։ Իսկ ինչքան էր տվել դաշնակցությունը, 64 զոհ, 0 ռազմագերի եւ 0 դիակ մարտի դաշտում։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Նենց որ այդ հարցը պետք է հայ ժողովուրդը տա քաղաքացիական պայմանագիր կուսակցության յուրաքանչյուր անդամին։ Ինչու դու չես զոհվել, ինչու դու չես զոհվել, եւ այդ մեկը դու ես, որ չես զոհվել։ Այնպես որ գոնե զգոն եղեք ու զգուշ եղեք, չի կարելի նման ստորություն դրսևորել մեր հայրենակիցների նկատմամբ, ում տները, որ դուք վաճառել եք Ալիևին, քեշ փողով։ Չի կարելի մեր արցախցենին նման կերպ վերաբերվել, ում հայրենիքը դուք գնացել եք, համարել եք Հայաստան, այսինքն Արցախը Հայաստանա եւ վերջ։ Հետո իրանց բռնի տեղը հանել են, կոտորել են, ցեղասպանել են, մի հատ էլ ստեղ իրանց գաղթականի բան եք տվել։ Պիտակավորում եք որպես գաղթականներ, ասում եք ընդունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ գնացեք Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեք։ Դա անընդունելի է։ Ձեզ ոչ հայ ժողովուրդն է ներելու, ոչ Աստված է ներելու, անգամ ձեզ Ալիևը չի ներելու։ Ինքը ստանալու է իր ուզած ամեն ինչ ու արդեն ձեռքերը լվալու է, դուք մնալու եք հայ դատի առաջ մենակ։ Սողոմոն Թեհլերյաններ պատմության տարբեր ժամանակահատվածներում եղել են։ Երբևիցե չի եղել, որ ոճրագործները պատասխան չտան, ցեղասպանները պատասխան չտան։ Նենց որ դուք այս ամեն ինչին պատրաստ եղեք։